Բոլորիդ բարի օր, Ժողովուրդ ջան, այսօր մեր եթերում լինելու է Էդվին Մարտիրոսյանը, որը տարվա ընթացքում մի անգամ, մեկ լինում է, որ երկու անգամ այցելում Հայաստան, ու հիմա ունենք հրաշալի հնարավորություն, որ իմ եթերս ես տրամադրեմ Էդվինին, քանի որ Էդվինը 7 տարի կայնած է մեր մոտ, բոլորիս աջակցում է, եւ այն մարդն է, որ կյանքում չի դավաճանել ոչ իր երկիրը, ոչ մեր ընկերներին եւ ոչ էլ մեր կառավարությանը։ Կուզենայի այսօր մենք Էդվինին լսենք, սկզբից հաստատ ինքը կպատմի ինչ տրամադրությամբ այցելել Հայաստան եւ այս եթերը ինքը կվարի, այն մարդիկ, ովքեր անոնսը չեն տեսել, մենք չենք հասցրել անենք անոնսը, ոչինչ, երեկոյան կնայեն, գիշերը կնայեն, YouTube-ում կնայեն, այսպես խոսքը կամ Էդվինին։ Շնորհակալ եմ, Ռոման ջան։ Հարգելի հայեր ջան, հույսով եմ լավ եք, առողջ եք եւ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Այսօր Ռոմանի մոտ հյուր եմ եկել եւ որոշեցինք, որպեսզի այսպիսի մի ուղիղ եթեր անենք։ Ուրեմն այո, Երևանում եմ, Հայաստանում եմ, շատ լավ է անցնում, թռիչքը շատ լավ է եղել, հասել եմ եւ վայելում եմ Հայաստանի եղանակը, ուտելիքը, այստեղ վատ բան չկա, տեսնելու, զգալու ամեն ինչը հարազատ է, ամեն ինչը լավ է։ Իհարկե որ ասում առաջին մի երկու օր անցնի ինչ որ բաներ կլինի, որի մասին կարելի է կարծիք կամ ինչ որ քրիտիկա ունենալ, բայց դա կապրենք, կտեսնենք։ Ժորժ ջան, իմ Հայաստան գալը իհարկե առաջինը նա է, որ Հայաստանը իմ տունն է, ես երբեմն լինում եմ իմ տանը եւ ինձ լավ եմ զգում։ Պատճառներից մեկը նա է, որ եկել եմ ընկերներիս հետ, շատ մոտիկ նույնիսկ մանկությանս ընկերս հետ, իմ ընկերը հետս է եւ վայելում ենք Հայաստանը։ Եվ ուրիշ մի պատճառ կա, շատ կարեւոր պատճառ, իմ անձնական ուղիղ եթերով դրա մասին արդեն խոսացել եմ։ Ուրեմն կբացատրեմ նորից, քանի որ Ռոմանի դիտորդները կարող է մի փոքր ուրիշ լինեն կամ ավելի լայնածավալ լինի։ Ուրեմն մի փոքր խնդիր կա Եվրոպայում, Ամերիկայում, ու կարելի ասել արևմտյան հայերի տիրույթում երկար տարիներ մարդիկ Հայաստանը լքել են։ Սպիտակ ցեղասպանություն է տեղի ունեցել, բոլորդ գիտեք, 90-ականներին մինչև 2018 թիվ կարելի ասել հարյուրավոր հազար, եթե ոչ միլիոնից ավել հայեր լքել են Հայաստանը եւ դա այո սպիտակ ցեղասպանություն է։ Տեսեք, երբ որ խոսում են ցեղասպանության մասին, թուրքերը օրինակ 15 թվականի ցեղասպանությանը շատ ժամանակ ասում են հայերը ուղղակի լքեցին։ Եվ տեսեք, եթե բոլորին սպանեինք, էլ հայ չէր լինի։ Բայց իհարկե հայերը չեն լքել, պարտադրված են լքել, որպեսզի կարողանան իրենց պատիվը պահեն, իրենց կյանքը պահեն եւ այլն եւ այլն։ Այսինքն ես մարդկանց չեմ մեղադրում, որ տարիներ մարդիկ հեռացել են Հայաստանից։ Կարող է լինել ֆինանսական խնդրեմ, որ չեն կարողացել հացի հարցը լուծեն, սոված են եղել։ Կարող է լինի, ես օրինակ այ ընկեր ունեմ, որը ծնողների հետ եւ խոսում եմ, հայրը բացատրում է, որ աշխատանք էլ է ունեցել եւ համակարգի մեջ էլ է եղել, բայց չի ուզեցել, որ իր երեխաները եւ նույնիսկ ինքը էլ այդ համակարգում ապրի եւ մաս կազմի այդ համակարգի։ Ու համակարգը ոնց էր, դու պիտի կաշառք վերցնեիր, դու պիտի կաշառք վերև, քո վերադասին տայր եւ այլն, այդ մարդը չի ուզեցել։ Ասում է ես կաշառակեր չեմ, ես կաշառք տվողել չեմ, իսկ եթե չես մասնակցում, ուրեմն պիտի գոյատևես եւ այդ գոյատևելու ընթացքում կարող է մահանաս էլ, կարող է հիվանդանոց ընկնես ու ոչ մեկ քեզ տեր չի։ Մի խոսքով մարդը թողել է դուրս է եկել եւ տարիներ ապրում է Եվրոպայում։ Հիմա ինչ է տեղի ունեցել վերջին ամիսների ընթացքում, քանի որ Հայաստանը զարգանում է, կատարելագործվում է տարբեր սիստեմներ, անձնագրային սիստեմները եւ այլն, եւ մարդիկ հիմա, երբ որ գալիս են Եվրոպայից կամ Ամերիկայից Հայաստան, հենց այդ անձնագրային ստուգման տեղում ստուգողը տեսնում է, որ ասենք ով է, ինչ է եւ երբեմն տեսնում է, որ եթե օրինակ դու գերմանական պասպորտով եկել ես, տեսնում է, որ դու հայկական պասպորտ էլ ունես անձնագիր։
Եվ քանի որ շատ հայեր թե իրավաբանների խորհրդով, թե ինչ որ անձանց խորհրդով իրենց անունները փոխել են արևմուտքում փախստական հանձնվելու ժամանակ, չի համընկնում այդ երկու տարբերակները իրար հետ եւ խնդիրների մեջ են լինում։ Նախորդ ասեմ, որ անցած 2 օրվա ընթացքում մի քանի բան կարողացել եմ հստակեցնեմ ներքին կարգով իհարկե, ոչ բաց, բայց համակարգում աշխատողների հետ, ուրեմն այս բոլոր խնդիրը սկսել է նրանից, որ նրանք ովքեր ժամանակին գնացել են արևմուտք, որպես փախստական հանձնվել են, հիմա եկել են վերջին տարիներին Հայաստանում անձնագիր են հանել իրենց հին տվյալներով եւ այ օրինակ թոշակառու կա, որ դիմել է նպաստի կամ թոշակի։ Ու ինչա կատարվում։ Մարդը Եվրոպայում ստանում է թոշակ կամ նպաստ, բայց գալիս է Հայաստան, ուրիշ անուն ազգանունով նորից թոշակ է ստանում։ Տարին մեկ անգամ գալի փողերը վերցնում գնում է։ Իհարկե հասկանում ենք, որ դա թալան է։ Դա ինչ է, եթե ոչ թալան։ Եթե դու Եվրոպայում կամ Ամերիկայում ստանում ես թոշակ, նպաստ, ու գալիս ես այդտեղ Հայաստան, ու ես Հայաստանի ապրող թոշակառուն, որը քիչ փող է ստանում, հացի փողը հազիվ է բանանում, գալի այդ փողն էլ վերցնում գնում ես, բնականաբար եւ շատ լավ է, որ Հայաստանի պատկան մարմինները հիմա ասում են, գիտեք ինչ կա, չենք թույլատրելու, ու դու խնդիրների մեջ ես։ Մի ուրիշ խնդիր sense անձնական էլի պատմեցին, որ ինչ որ մեկ է եկել այստեղ, տուն է գնել իր հոլանդական անձնագրով, բայց երբ որ գնացել են նոտար, որպեսի այդ գնումը իրականացնեն իրավաբանական առումով, հայկական անձնագիրն է տվել եւ նոտարը տեսնում է, որ երկու տարբեր անուններ, երկու տարբեր անձնագրեր ու այդ մարդը հիմա խնդիր ունի։ Այսինքն այստեղ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների մեղքը ոչ մի կերպ չկա։ Այսինքն մարդիկ օրենք են կիրառում, երկիրը դարձել է օրինական երկիր եւ այո, նրանք ովքեր օրենքից դուրս ինչ որ քայլեր են արել, հիմա խնդիրների մեջ են։ Բայց տեսեք, քանի որ խոսքը գնում է սպիտակ ցեղասպանության զոհերի մասին եւ այս փոփոխությունները, որ այստեղ եղել են, միանգամից է եղել, ոչ միտեղ ոչ մեկ չի լսել, որ ինչ որ խնդիր կլինի կամ այդ բանը պիտի չլինի եւ ոչ մեկ հնարավորություն չի ստացել թեկուզ եւ ժամկետով, որպեսի շտկեն իրենց սխալները եւ ճիշտ ճանապարհով քայլեն, այստեղ այս խնդիրը առաջացել է։ Մեծ խնդիրը, երբ իմացա մեծ խնդիրը, որ ուրեմն օթանավների մեջ, որտեղ հայերը ամեն տարի մեծամասշտաբ տոմս են առնում ու գալիս են Հայաստան, օթանավները գալիք ամիսներին մարտ, ապրիլ դատարկ են։ Իմիջիալոց ասեմ, այն օթանավը, որով ես եկել եմ, լեփ-լեցուն էր, բայց գեր մեծամասնությունը օթանավի հասկացա, որ եզդի համայնքի ներկայացուցիչներն են, չգիտեմ ինչ կար, բայց մեծ ընտանիքներով, որ ասում 10-20 հոգով գալիս էին Հայաստան, բայց կանխատեսումը նա է, որ օթանավները կդատարկվեն, քանի որ մարդիկ վախեցած են։ Նախորդ նորից ասեմ բոլորին, տեսեք, եթե դուք այլ երկրում ուրիշ անուն ունեք, բան ոչ մի վախենալու բան չկա, այստեղ վախենալու բանը նա է, երբ որ հանցագործություն է տեղի ունենում, այսինքն երբ որ օրինակ Հայաստան են գալիս եւ փորձում են ինչ որ մախինացիա անել կամ ինչ որ թալան։ Որ այո, թոշակի հարցը թալան է։ Բա ինչ անեն, Հայաստանի պատկան մարմինները քայլեր չձեռնարկեն, ասեն լավ ոչինչ, դուք սպիտակ ցեղասպանության զոհեր եք, եկեք մեզ թալանեք, իհարկե ոչ։ Բայց բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն, կարծում են, որ խնդիրներ կարող են ունենալ, եթե դուք Հայաստանի Հանրապետությունում գործարքներ չեք արել տարբեր անուններով, ինչ որ սև բաներ չկա, դուք վախենալու բան չունեք։ Հիմա սենց մի բան, տեսեք, այս մարդիկ, ովքեր գնացել են եւ հիմա վախենում են եւ պանիկա է տարածվում իմիջիալոց որոշ հին եւ սև ուժերի կողմից նույնիսկ ներքին կարգով դա տարածվում է, իմ կարծիքով դա ոչ մեկի համար
բարենպաստ չի։ Այսինքն Հայաստանի համար սա լավ չի եւ հայերի համար լավ չի, ովքեր սպիտակ ցեղասպանության հետևանքով ապրում են ուրիշ երկրներում։ Ու սրան լուծում պիտի տրվի։ Ես ունեմ ինքս բանաձևեր, որով այս լուծումը կարող ենք մենք տանք, բայց իհարկե ես ոչ պատկան մարմին եմ, ոչ էլ իրավաբան, Հայաստանի իրավաբան, ես իհարկե իրավաբան եմ Հոլանդիայում, եւ մեծ հաճույքով եւ հետաքրքրությամբ եւ խնդրանքով կուզեի այս հարցը քննարկել մեր պատկան մարմինների հետ։ Այսինքն այն ացյանները, ովքեր զբաղված են կամ առնչվում են այս թեմայի հետ, խնդրում եմ, խնդրանք արել եմ, նորից եմ խնդրում, եթե հնարավոր է ներկայացուցիչները կապի դուրս եկեք իմ հետ, ես այս շաբաթ դեռ Հայաստանում եմ, մյուս շաբաթ վերադառնալու եմ եւ շատ լավ կլիներ, եթե մենք հանդիպեինք եւ գոնե այս թեմայի շուրջ զրուցեինք, որպեսզի ես հայ համայնքի եւ սփյուռքի կարծիքը, միտքը, ապրումները ձեզ փոխանցեմ եւ ձեր կողմից եթե ինչ-որ բան ունեք փոխանցելու, կարողանամ փոխանցեմ մարդկանց։ Վստահեցնում եմ ձեզ, ես այդ մանդատը ունեմ, որպեսզի այդ մարդկանց անունից խոսամ եւ հույս ունեմ, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա եւ կկարողանանք մտքերով փոխվենք իրար հետ։ Ժորժան, տեսեք, ես այս հարցին սենց մեծ չէի անդրադառնա, եթե քանակը հայերի շատ չլիներ, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, եւ եթե սպիտակ ցեղասպանություն գործողները պատասխանատվության ենթարկված լինեին։ Ինչ է նշանակում հարյուրավոր հազար հայեր, նույնիսկ միգուցե եւ միլիոնից ավել սպիտակ ցեղասպանել եւ ոչ մի պատասխանատվություն չկրել։ Ես չեմ մեղադրում, որ ինչ որ բան չեն արել, բայց ցեղասպանված, այսինքն իրանց տունը, տեղը թողած գնացած մարդկանց ոնց կարելի է աչքաթող անել։ Ասեմ, որ դեսպանատուն բան չի աշխատում։ Մենք Հոլանդիայում ներկայությամբ կարող եմ ասեմ, որ ես ինքս անձամբ ակտիվ հայ եմ Հոլանդիայում եւ դեսպանատան առումով ոչ մի ակտիվություն դեսպանատան կողմից չեմ տեսել, չեմ տեսնում։ Մնացած կազմակերպությունները, որը սփյուռքի հետ ինչ որ կապված կան, այս թեմայով ոչ մեկ չի խոսում։ Տեսեք, իմ եթերի ժամանակ անցած անգամ ինչ որ մեկը գրել էր, որ այդ որ գնացել են, թողել են գնացել են մարդիկ 90-ականներին, 2000-ներին, թող չգնային, կամ գնացել են, ուրեմն իրանց մեղքն է, բա ոնց է, որ մենք ստեղ ապրել ենք, գոյատևել ենք, դիմացել ենք։ Սա շատ վտանգավոր եւ իմ կարծիքով ոչ խելացի մոտեցում է։ Դուք հիմա պատկերացրեք, որ սենց պատասխան Հայաստանում մնացողները, ովքեր մնացել են Հայաստան եւ չեն կարողացել փախնել, այդ հնարավորությունը կամ չեն ունեցել, կամ եղել են թալանողների շարքում, կամ էլ մասնակցել են ուզած-չուզած այդ համակարգին, այսինքն կաշառքը վերցրել է կամ տվել է։ Եվ եթե ինչ-որ մեկը Հայաստանում կարողանա ինձ համոզի, որ անցած 30 տարվա մեջ ինքը չի մասնակցել այդ համակարգին, այսինքն ոչ մի կերպ, ոչ մի կոռուպցիոն գործարքի չի մասնակցել, չի արել, ես վստահեցնում եմ կմտնեմ ուղիղ եթեր ու կասեմ, որ այդ անձը սուրբ է, որովհետև այդպիսի անձնավորություն ես չեմ տեսել։ Դու կարող ես սարերում ինչ-որ հովիվ լինի, որ տարին մեկ իջե գնացել է, ես չեմ ճանաչում իրան։ Ուրեմն տեսեք, ինչի է այդ, ինչ համեմատություն կարելի անել այդ մտքի հետ, որ ես մնացել եմ, իմ հայրենիքը պահել եմ, ինքը գնացել է մեղավոր է։ Տեսեք, այս նույն բանը 1915 թվին տեղի է ունեցել։ Ունդեղ իսկապես սպանել են, սպիտակ ցեղասպանություն է եղել, ու հայերի մի մասը չի գնացել։ Մինչև հիմա Իստանբուլում 7 հայկական եկեղեցի, Համշենում հայեր են ապրում, կրոնը փոխել են, ու ինչ են ասում ոմանք նրանցից, նույն բանն են ասում։ Ասում են, ինչ ցեղասպանություն։ Տեսեք, մենք մնացել ենք, մեր հողերը պահել ենք, այն նրանք են գնացել։ Բայց ոչ մեկ չի ասում, եղբայր, դու
ինչ ես տվել, այսինքն քո արժեքը դրա ինչ է եղել, որ դու մնացել ես։ Ես չեմ մեղադրում, որ մնացել են Համշենում կամ մնացել են Իստանբուլում, չեմ մեղադրում, բայց մեղադրողներին անպայման հակասում եմ, որովհետև եթե դու մնացել ես ու մնացել ես, որովհետև իսլամ ես ընդունել, դու իրավունք չունես չընդունողներին մեղադրես, թե իրանք ինչի չեն մնացել։ Չհասկացանք, եթե ինչ-որ մեկը գիտի, որ իր բանակը, այօրինակ, հայոց բանակը տանելու են իր երեխային Ղարաբաղ ու ինչ-որ մեկի տունը, ինչ-որ գեներալի տունը այնտեղ ինքը շինարար աշխատի ու վերջում կարող է սպանեն կամ ինվալիդ հետ գա, ու այդ մարդուն մեղադրում են, որ ինչի տղա այդ չես տվել այդ գեներալին։ Ղալաթ են անում, մեղադրում են։ Ով կուզեր Քրչարյան Ռոբերտի կամ Սերժիկի բանակում ծառայեր, կանսերվի այդ ամաները կախած սահմանին, ձեռ եք առնում, կամ ասենք ինչ-որ մեկը կա, որ կարող է ինձ ապացուցի, որ ինքը մասնակցել է այս երկրի բարգավաճմանը, այդ տարիներին դրանց, մասնակցել եք սիստեմին, ուզած չեմ մեղադրում, որովհետև եթե մնացել եք չեք կարացել դուրս գա կամ մնացել եք միտումնավոր, ուրեմն պիտի մասնակցեիք, ինչ պիտի անեիք։ Դպրոց էին գնում մաղարիչ, կաշառք, մանկապարտեզից սկսվում էր մինչև հիվանդանոց, մինչև հիմա մարդկանց հետ խոթում եմ, ասում եմ բժշկի ջեբը փող դրի, արա ասում եմ դուք չեք հասկանում, որ մի արեք, մի սովորացրեք, հերիք է։ Ասում եմ չէ, որ փողը ջեբը փող չդնեմ, բան չի անի։ Ու տենց էլ ապրել են մարդիկ ու մինչև օրս էլ դեռ ինչ-որ տեղեր կա։ Ու տեսեք, ես ինչ եմ ասում, ես չեմ ասում մեղադրենք սրան նրան, ես դա չեմ ասում։ Ասում եմ բերեք հնարավորություն տանք, օրինակ ասենք այսքան ժամանակ ենք տալիս, եկեք այս հարցը լուծենք։ Տեսեք, բանակում ծառայողների հարումով ինչ արեցին, շատ լավ որոշում են, չէ՞, ընդունել, ասեն մի քանի տարի առաջ նույնիսկ, ասում են մի 27-ը անցածները թող գան, իրանց պարկը տան, հիմա ասենք որոշեցին մի ամիս առաջ էր, կարծեմ Հայկը բան արեց, այդ օրենսդրությունը առաջ բերեց եւ գան մարդիկ իրանց այդ պարտքը տան թե գումարով, թե ոնց է այդ հարցը փակեն, ասենք լեգալիզացնեն, որ խնդիրներ չլինի։ Հիմա այդ նույնը իմ կարծիքով պիտի արվի այն մարդկանց հետ, ովքեր սպիտակ ցեղասպանության զոհեր են եւ ուզում են իրենց կյանքը շտկեն։ Ես չեմ ասում ոնց շտկեն կամ կառավարությունը ոնց շտկի, դա կառավարության գործն է, դա դատախազության գործն է, բայց լուծում առաջարկեք ու դա պարտադիր չի է շաբաթ լինի, մյուս շաբաթ կարող է ամիսներ հետո լինի, բայց իմ խնդրանքը նա է, գոնե ինձ իրազեկեք, տեղյակ պահեք, որ այդ թեման ձեր գրաֆիկի մեջ կա եւ դրան կանրադառնաք եւ լուծում կփորձեք գտնեք, որպեսզի նորից եմ կրկնում, սա 1000-ի, 10000-ի, 100,000-ի մասին չի խոսքը, մեծ թվերի մասին է խոսքը։ Եւ այդ մարդկանց գերմեծամասնությունը ունի հայկական անձնագրեր եւ բոլորը ասում են մենք հունիսին գնալու ենք ընտրություն անելու, այսինքն ինչ է նշանակում, կամ այդ մարդիկ պետք է վախենան չգան Հայաստան, որ ընտրություն չանեն, ընտրություններին չմասնակցեն, կամ էլ պետք է գան Հայաստան, հասնեն ու ասենք ինչ որ ընտրություն անեն, որը պիտի չանեին, ասենք ուրիշ ընտրություն անեն։ Դրդված այս թեմայի հետևանքով։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Ես կարծում եմ, որ հիմա ներկայությամբ մարդկանց ապագայի նկարագիր, ինչ որ նկար պիտի ցուցադրվի, որ այո, ձեր համար ապագա կա, նույնիսկ ձեր համար ճանապարհ կա, որպեսզի շտկեք ամեն ինչ, ինչ որ իլեգալ է եղել կամ ինչ որ ճիշտ չի, ինչ որ կրկնակի է, ամեն ինչը մի գծի վրա անես, որովհետև Հայաստանը, ես սա ասել եմ, նորից եմ ասում, Հայաստանը օրենքի երկիր է դառնում, երկար ժամանակ չի եղել, այնպես չի, որ հիմա էլ Շվեյցարիա է, բայց այդ ճանապարհին ենք ու օրեցօր դա փոխվում է ու ցանկացած բարելավում օրինականացում ունի իր կողքից փոքր վատ բաները։ Տեսեք, Երևանում հիմա սենց քայլում եմ, մեքենաներ, ծուխ, բան, ընկերս ասում է ինչի չեն արգելում, ասենք դիզելով մեքենաներին, որպեսզի մտնեն ստեղ քաղաք։ Բացատրում եմ, ասում եմ, որ արգելեն բունտ կանեն մարդիկ։
Որ մի ժամանակ արկել խոսում էին, չէ, ասում են, այստեղ օրենք չեն պահում, բան չեն։ Բերեցին այդ հոս գծերը քաշեցին, մի փոքր օրենք բան, էլի սկսեցին բողոքել, ասում են քաղաքացին բանի շտրաֆի մատերիալ սարքեցին։ Ախր Ժորժ ջան, չի կարող լինի եւ օրինական երկիր, եւ ասենք բոլորը անօրինական ապրեն։ Չի կարա տենց լինի։ Այդ ուզենան էլ հնարավոր չի։ Կամ դու ապրում ես օրինական ձևով, օրենքը հետևում ես, օրենքի տառը, կամ չես անում։ Այդ չանելը մենք տեսել ենք։ Ինչ Հայաստանում օրենք կար, հա գրված սիրուն բաներ կար։ Մենք գնում էիր Եվրոպա, այնտեղ փախստական որ գնում էին հանձնվում էին, Եվրոպան ասում էր, ինչ եք ասում, հələ զեկույցը նայեք Սերժիկի։ Հայաստանը ինչ լավ երկիր է, այստեղ ազատություն է, բան է։ Բայց ով էր այստեղ օրենք պահում։ Օրենք կար այստեղ։ Հիմա կա ու շատանում է, ավելի շատ սկսում են օրենքով ապրել եւ այլն, այլ ընտրանք չկա։ Հայաստանը պիտի լինի ամենաօրինական երկիրը, ամենալավ երկիրը եւ այդ ճանապարհին խնդիրներ են առաջանում։ Բերեք այդ խնդիրները լուծենք միասին։ Ժորժ ջան, նորից խնդրանք ոչ թե ձեզ, այլ պատկան մարմիններին, նախարարություններին, նրանք ովքեր այն դեպարտամենտները, ովքեր զբաղված են այս հարցով, ոստիկանությանը, դատախազությանը նույնիսկ խնդրում եմ, եթե հնարավորություն կա, իմաց տվեք ինձ, ընդունեք ինձ եւ այս հարցը միասին թեկուզ եւ չքննարկենք, եթե չեք ուզում, մի պետք չի քննարկել, ինձ գոնե իրազեկեք, հասկացրեք, բացատրեք, թե որ դեպքում մարդիկ խնդիր ունեն, որ դեպքում չունեն, որպեսզի ես մեր համայնքին, որին ես ներկայացնում եմ Եվրոպայի եւ նույնիսկ կարող եմ ասեմ արևմտյան ընդհանուր, ես մարդկանց իրազեկեմ, խնդրանք։ Ուրեմն Ժորժ ջան, սա մի կողմ Երևանում ամեն ինչ լավ է, եղանակը հիանալի, պարզվում է ես եկել եմ արև եմ բերել, գալիք օրերի ընթացքում կաշխատեմ ուղիղ եթեր անեմ, դու գիտեք, երբ որ գալիս եմ, խնդրում եմ ընկերներիս, որպեսզի տանեն ինձ այն տեղերը, որտեղ ինչ որ նոր բան է կառուցվել, ինչ որ նորություններ եւ կփորձեմ այնտեղից ուղիղ եթեր անեմ, որպեսզի միասին տեսնենք, թե ոնց է զարգանում եւ բարգավաճում մեր Հայաստանը։ Իմիջայլոց կանխատեսում այս տարվանից, ամառվանից դա տեղի կունենա shift-ա լինում, այսինքն ինչ որ բան է փոխվում, կենտրոնացումը Երևանում, որը հիմա ամեն ինչը Երևանում էր, այսօր այս տարվա ամառվանից փոխվում է, գնում է դեպի մարզեր։ Նույնիսկ ֆինանսավորումները դուք կտեսնեք։ Ֆինանսավորումները, պրոյեկտների եւ այլն գերակշռելու է մարզերը Երևանից։ Այն դեպքում, որ Երևանում միլիոնից ավել մարդ ապրում, 33%, 34%-ը, 5%-ը բնակչության ապրում է այստեղ, բայց այնտեղ արդեն մեծանալու է։ Կփորձեմ մի փոքր ուրիշ քաղաք գնալ, մարզեր գնալ, մի փոքր նկարահանումներ անել եւ իհարկե շատ շնորհակալ եմ Ռոման Բաղդասարյանին, իմ լավ ընկերոջը, որ տրամադրեց այսօր եթերը եւ այսպիսով կարողացանք իրար տեսնել եւ իրար հետ շփվել։ Շնորհակալ եմ։ Սիրում եմ ձեզ, մնացեք բարով։